Ես ընդհանրապես կես ժամից պետքա պատրաստեմ նկարահանման, դրա համար թայմեր եմ դնում 15 րոպե մեյքափին, 15 րոպե մազերիս համար գնացինք։ Ես միշտ ժամանակներ սխալ եմ հաշվում, ասենք 15 րոպե ժամանակ ունեմ, ասեմ, հա կհասցնեմ, հաց ուտեմ, լողանամ, պատրաստեմ։ Դրա համար հիմա միշտ թայմերներ եմ դնում, այտենց սովորել եմ, որ ամեն ինչը հասցնեմ։ Օրինակ ես միշտ թվում էր, որ ես 5 րոպեմ լողանում եմ, բայց հետո պարզվեց, որ ինչքան արագ էլ լողանում եմ, երբեք 20 րոպեից պակաս չի լինում, ու հիմա ժամանակս ըստ դրա եմ հաշվարկում։ Հիմա ըստ իմ նախորդող հաշվարկների ես 15 րոպեում կարողանում եմ առօրյա մեյքափ անեմ, մի քիչ ավելի տոնական, ստրիալկաներ, այս կողմ այն կողմ, դա արդեն կես ժամանոցն է։ Շատ է օգնում այդ թայմերի մեթոդը, հատկապես եթե շեղվող բնավորություն ունեք իմ նման։ Իրականում շատերը սխալ են ժամանակը հաշվում, օրինակ որ մտածում են կես ժամում կպատրաստվեն, կես ժամում օրինակ մենակ կհասնեն ճանապարհը կտևի կես ժամ։ Ես հենց սկսեցի հաշվել թայմերով, այդ ինձ նոր սկսեց պատկերացում տալ, որ օրինակ ես 3 ժամ առաջվանից պետք է սկսեմ պատրաստել, որովհետև ես մի հատ կոֆե եմ խմում, լողանում եմ, այս կողմ այն կողմ, ու միշտ թվում էր, որ ես կես ժամում կարամ պատրաստվեմ ու չէի հասկանում ինչի եմ ուշանում։ Կստացի արդեն մի քանի ամիս է, որ ես ընդհանրապես որևէ տեղից գեթ 1 րոպե չեմ ուշանում, ինքս ինձ խոսք եմ տվել եւ պահում եմ դա։ Մենք դեռ 7 րոպե ունենք։ Միակ հարցը, որով ինձ թայմերը չի օգնում, այդ իմ շեղվելն է, օրինակ այսօր ինչ եղավ, տեսա բլոգերներից մեկի շատ հին վիդեոներից մեկ ասի, էս ոնց է փոխվել։ Ու ինձ սկսեց հետաքրքրել բլոգերներից ով մի 4-5 տարի առաջ ինչ տեսք ա ունեցել։ Իմ հին վիդեոներից գտա, ուրիշ մարդկանց հին վիդեոներից գա, ու ընդհանրապես չզգացի ոնց է 15 րոպեն անցավ, բուձիլնիկը զնգաց եւ ես ոչինչ չէի արել։ Թայմերը զնգաց, ինչը նշանակում է, որ պետքա մեյքափը դադարեցնել, ես պատրաստ եմ, ֆիքսում եմ եւ անցանք մազերին։ Մազերս վերջացրեցի, ինձ մնաց 12 վայրկյան եւ չեմ ուշանա։